Ինչ էր ասում, սպասում էր նմանատիպ որոշման։ Հենց այս կոնկրետ այս ձև էլ ասեց, որ 2 տարի տալու են եւ այն 6 ամիսներ ոնց որ լավություն անում էլ այդպես ասեց։ Ինքը արդեն կանխատեսել էր այս վիճակը։ Գիտենք, որ առողջական խնդիրներ ունի, ավելի սրվել է, հիմա ինչպես է իրան զգում։ Փառք Աստծո, սրբազանի առողջությունը նորմալ է, որևէ խնդիր չկա։ Լավ է։ Իսկ դատավորի որոշման հետ կապված ինչ կասեք։ Դե դատավորը փաստացի դատական համակարգը ոչնչացրեց իր այս որոշմամբ, որովհետև փաստված իրականություն է արդեն, որ ոչ մեղադրանքը հիմնավորվեց, ոչ որևիցե ապացույց բերվեց, բացարձակ անարտար դատավեճեր էր, քաղաքական պատվեր, որն ակնհայտ է եւ քաղաքական հիմքերով, քաղաքական նպատակներով կատարված դատավարություններ, որպեսզի Նիկայել Սրբազանը չխոսի եւ իրենց նախընտրական քարոզարշավին չխանգարի, իրենց վերարտադրվելուն չխանգարի։ Այս է խնդիրը, որ այսքան ժամանակ Սրբազանը խոսել էր, ոչ մի բան չէին ասում, ու հիմա արդեն երբ որ ընտրություններն են մոտենում, իրենք սկսում են քաղաքական ռեպրեսիաներ եւ այսպես այն ցանկացած ուժ, որն իրենց համար իրական վտանգ է ներկայացնում, իսկ վտանգ են ներկայացնում բոլոր հայրենասեր, իրոք ազգի նվիրված ուժերը, նրանց իրենք պետք է ինչ-որ կերպով կամ դատարանների միջոցով, կամ այլ միջոցներով օրինական թե ապօրինի, չնայած այս իշխանության մեջ, այս իշխանության ժամանակ ամեն ինչ ապօրինի է, այստեղ օրինական միջոց չի կարող կիրառվել, բայց չագերտավոր ասած օրինական եւ ապօրինի միջոցներով պայքարելու են ընդդիմության դեմ, պայքարելու են իրենց իշխանությունը խաթարողների կամ իրենց խանգարողների դեմ։ Իսկ բողոքարկման հետ կապված ինչ կասեք, փաստաբանական թիմը որոշել է բողոքարկել վճիռը։ Այո, բողոքարկելու են, փաստաբաններից ճշտել են, գնալու են մինչև վերջ, որպեսզի Սրբազանը արտարացվի, որովհետև Սրբազանը մեղավոր չէ, եւ երբ որ արտարացվեց, արդեն հաջորդ քայլերը կտեսնենք ինչ կան։ Իսկ ինչ է կարծում։ Իսկ ինչ է կարծում, բողոքարկումը օգուտ կտա թե հերթական, այսպես ասած։ Դե բողոքարկումը արդեն բնական է կցկցկեն, քանի որ էլի նույն իրենց իշխանության տակ է դատարանը, ինչը որ հանցագործություն է իրականում, մեր սահմանադրությամբ մեր երկիրը ունի 3 հենասյուն, չէ, իշխանության, դատական, գործադիր, չէ, եւ օրենսդիր։ Հիմա դատականը արդեն ոչնչացել են, օրենսդիրը լրիվ իրենցով են արել, այսինքն մենք տեսնում ենք պարզ դիկտատուրա, որն որ հովանավորվում է որոշ ուժերի կողմից, ու որոշ բավական ուժեր են իր հետևում կանգնած, բայց այդ ամեն ինչը ժամանակավոր է եւ ոչ մի բան էլ այս աշխարհի վրա հավիտենական չի, բացի Աստծո արկայությունից։ Իսկ ինչ է կարծում, եկեղեցու դեմ արշավը կշարունակվի, թե Բագրատ Սրբազանով եւ Միքայել Սրբազանով կբավարարվեն։ Դե դա արդեն իմ կարծիքով կշարունակվի, ինչ եմ այդպես մտածում, որովհետեւ ինքը արտաքին շահեր է առաջ տանում մեր երկրում, ինքը սպասարկում է թուրքական եւ այլ ինձ համար անհայտ ուժերի շահերը, իսկ իրենց շահերին հակառակ է մեր Հայաստանի Հանրապետությունում որևէ ազգային կառույցի գոյություն եւ որևէ ազգային արժեք։ Իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի նսեմացնեն մեր ազգային արժեքները, ձեռք առնեն, նվաստացնեն եւ այն մարդիկ, ովքեր այդ արժեքները կրում են եւ փոխանցում են, բնական է ենթարկվելու են տարբեր ճնշումների։ Իսկ եկեղեցին ինչ-որ քայլեր պատրաստվում է ձեռնարկել։ Եկեղեցու քայլերը եւ կան, եւ հիմա էլ կա, եւ ես ուզում եմ, որ ժողովուրդը հասկանա, որ եկեղեցին քաղաքական կառույց չէ եւ պետք չէ ակնկալել եկեղեցուց, որ եկեղեցին պետք է ելնի փողոցներ, ինչ որ ցույցեր անի, պաստառներ պահի, եկեղեցին իր գործը շատ լավ անում է, իր առաքելությունը Աստծուց տրված, եւ եթե մենք լինենք եկեղեցում, եթե մենք իրոք որպես ժողովուրդ լինենք եկեղեցում եւ լսենք մեր հոգեվոր հայրերին, ցանկացած խնդիր շատ արագ կլուծվի։ Պարզապես պետք է լինել եկեղեցում, պետք է հոգեվոր
կյանքով ապրել, որովհետև հիմա նայեք, այս իշխանությունը ինչպես եկավ զրբարդությունների, խաբեբայության, ալիքի վրա եւ եկեղեցին պայքարում է այս մեղքերի դեմ։ Եթե մենք այս մեղքերը մեր մեջ հաղթահարենք, այս չարախոսությունը, զրբարդությունը, բնականաբար այս իշխանությունը, որն որ նստած է այդ չարախոսության աթոռի վրա, այդ աթոռը իր տակից կվերցվի ու ինքը չի կարող մնա։ Ես ուզում եմ, որ մենք բոլորս սա շատ լավ հասկանանք։ Իրենք մինչև հիմա իշխանությունը չարախոսության, զրբարդության հասկանում եք շնորհիվ։ Մեր մեջ սերմանում են չարախոսություն, որի պատճառով մենք բաժանվում ենք տարբեր կուսակցությունների, տարբեր մասերի, մեկը մյուսի դեմ է դուրս գալիս եւ դրանով իրենք հաղթում են։ Իրենք շատ թույլ են, իրենք ուժեղ չեն, բայց իրենք խորամանկ են սատանայի նման եւ սատանայից հրահանգներ ստանալով գործում են մեր երկրի դեմ։ Արտաշես Սարգսակ, Աճապահյան, Շիրակի թեմից Միքայել Սրբազանի եղբոր որդին։